Աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը կժամանի Հայաստան։ Ապրիլի 14-ին նա առաջին անգամ հանդես կգա Երևանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի հոբելյանական համերգին։ Սպասված իրադարձության մասին մամուլի ասուլիսով հանդես են եկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը, սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և տնօրեն Սարգիս Բալբաբյանը։ Երբեք չի ունենա ելույթ Լանգ Լանգը նվագախմբի հետ, որի հետ չի պատկերացնի, որ ինքը քիմիա ունի, նա պատկերացրեց, որ կարող է մեր հետ նշել, որպես որակ մենք այդ խնդիրը հաղթահարեցինք, կատարելու ենք Ռախմանինովի երկրորդ կոնցերտը, շատ պոպուլյար, ամենակատարվող, ամենապոպուլյար, դա էլ նույնպես մի մեծ հաջողություն էր, որովհետև շատ կատարելու արդյունքում դաշնականը միշտ փորձում են կատարել ավելի նոր գործեր, բայց իմ մեծ խնդրանքն էր, որ Ռախմանինով երկրորդով մենք կարողանանք դնշել մեր սիմֆոնիկ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարը նշեց, որ անհրաժեշտ գործիքի առումով խնդիր չունենք։ Դեռ անցած տարի ձեռք է բերվել Steinway բրենդի 2 բարձրակարգ գործիք, որոնք պետական հաշվեկշռում են։ Լանգ Լանգի գալը եւ դրանից հետո միանգամայն այլ ուրեմն պերսպեկտիվաներ են բացվելու մեր հանրապետության համար, մեր երկրի համար, քանի որ արդեն տեսնում են, որ ունեն գործընկեր, հուսալի գործընկեր, ունեն հիանալի հանդիսատես, որ ներկա է, ունենք ենթակառուցվածքներ եւ ունենք մթնոլորտ, որտեղ երաժշտությունը գնահատվում է։ Դա շատ կարևոր է եւ պետություն, որը գնահատում ու աջակցում է դասական արվեստը։ Մեր Հայաստանը պետք է քարտեզագրված լինի աշխարհի վրա որպես երկիր, հյուրընկալող երկիր եւ հարթակ, հաճելի հարթակ հանդիսատես ունենալով։ Մեր վարած քաղաքականության, կառավարության վարած քաղաքականության շնորհիվ որ դարձնում ենք Հայաստանը այդպիսի հարթակ։ 20-րդ հոբելյանական համերգաշրջանը մեկնարկել է անցյալ տարվա սեպտեմբերից և ներառում է մի շարք հետաքրքիր նախագծեր։ Նվագախումբը համերգներ կունենա Չինաստանում, Մերձավոր Արևելքում, Երևանում և տարբեր մարզերում։ Ունենք շատ հետաքրքիր ծրագրեր մեր երիտասարդների համար, նրանց մոտեցնելու դասական երաժշտությանը։ Ասեմ, որ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն ծրագրերը, որոնք որ մենք իրականացրեցինք 20-րդ հոբելյանական համերգաշրջանում, շատ մեծ ազդեցություն արդեն ունի նոր ունկնդրի ներգրավման մասով եւ այս եւ անցած տարի տեղի ունեցավ Սիմֆոնիկ Վիլյամս եւ Սիմֆոնիկ մյուզիկլ երկու նոր համերգային ծրագրեր, որոնք անցան լեփլեցուն եւ sold out ձևաչափում։ Սերգեյ Սմբատյանի խոսքով նվագախմբի գլխավոր ձեռքբերումներից մեկը արժեքներ ստեղծող թիմ ունենալն է։ Նա հիշեցրեց, որ 2011 թվականին ստացել են պետական կարգավիճակ, ինչը Հայաստանը որպես բարձրակարգ կատարողական արվեստ ունեցող երկիր ներկայացնելու համար նոր դռներ է բացել։ Միայն նախորդ տարի ունեցել են 133 համերգ, որոնցից 53-ը Հայաստանից դուրս։ 53 համերգ Հայաստանից դուրս, դա այն նշաձողն է, որտեղ որ Եվրոպայի լավագույն նվագախմբերը կարծես թե զարմանում են, ինչը մեր համար մեծ ձեռքբերում է իսկապես եւ շատ շնորհակալ եմ պետությանը, որովհետեւ մեր համար որպես տեսլականին հավատացող մարդիկ, մենք տեսլականի համար ունենք մտքեր, ունենք աջակիցներ, բայց եթե չկա աջակցություն, գաղափարակիցներ, իդեմս պետությանը մենք չենք կարող դա իրագործել։ Վերջին տարիներին իրականացված նախագծերը զգալիորեն նպաստել են երիտասարդ հանդիսատեսի ներգրավմանը, որոշ համերգներում նրանց մասնակցությունը հասել է մինչև 60%-ի։ Մեր համար դա մեծ մոտիվացիա է, որ Հայաստանում մենք ունենք երիտասարդներ, որոնք որ իսկապես պատկերացնում են, որ շատ նորմալ է գնալ դասական երաժշտության համերգի, դա կարծում եմ, որ նվագախմբի ներդրումը այս ընդհանուր մեր հասարակության արդեն հաջողության մեջ շատ մեծ է։ Հոբելյանական տարվա շրջանակում նախատեսվում են նոր ձևաչափով համերգներ և միջազգային համագործակցություններ, որոնք կնպաստեն սիմֆոնիկ արվեստի զարգացմանն ու հանրահռչակմանը։ Բանախոսների համոզմամբ նվագախումբը կշարունակի պահպանել դասական արժեքները և միաժամանակ բաց լինել նորարարական մոտեցումների համար։ Աննա Մելքումյան, Սյունիք լուրեր։